դեմից որ ձեռս ստարա փորից, զգացի որ տակադոշը, ես ասի, վсё, դոշը շկարտ, ցխել է սա։ Նոր հանել են, արդեն ոտս կախված, այդում գալիս է, ասես դրել են շալակներին, ինձ տանում են, ճամփին գոռում եմ, տղեկ իջցրել եք, ոչմ ցավում եմ, մեռնում եմ։ Շատ, դաժե իրանց որ եկել էին փոխելու, իրանց փոխողները տղեկ ասում են, ախպեր, գնացեք, մենք մնում ենք, մենք չենք իջնում։ Չգիտեմ ոնց ասեմ, եթե գիլաս քաղելուց ընկածալ էի, կապսոս էի։ Բայց այսօր եթե ես իմ հողի համար եմ կռվել, չեմ ափսոսի։ Բռոնին հանեցի, նոր տենամ սս մատ երկա, տես կողիցս մտածա։ Իմ անունս համերա այս իջև այս վերջերս եղել է զոհվածների մեջ։ Հերոս տղերքը մեջ, ելանված ուխնի մեջ, զոհվել չկա տղեք, կռվի ժամին։ Իշխան ջան, շատ ուրախ եմ այսօր այստեղ լինել։ Իմ իջալս շատ սիրուն տեղում ենք նստած, տարբերվում է, որտեղ հիմնականում տան ներսում ենք նկարում։ Ուզում եմ մի հատ հասկանամ, թե ինչ վիրավորում է ստացել։ Գիտեմ, որ երկար ժամանակ պայմանագրային ես աշխատել։ Այո։ Ու պատերազմի ընթացքում վիրավորվել ես։ Այո։ Խոսես մի քիչ, միշտ պատերազմի ընթացքում ոնց էր ու ոնց վիրավորվեցիր առհասարակ ու հիմա ինչ վիրավորում է ստացել։ Բերինին վիրավորվել եմ ես, ուրեմն ծառայում եմ 12 տարի արդեն։ Շատ լավ է ծառայությունը, սերով էինք ծառայում, ծառայությունը։ Որտեղ եք ծառայում։ Քարվաճար։ Քարվաճարում եմ ծառայել ու վիրավորվա հոկտեմբերի 9-ին ժամը 4-ի յաները կլներ իրիկման հրադադարի օրներ հենց։
վնասվել է ոտքս, կտրվել էր ոտքս, 0-ից այտենց հավաքել են։ Որտեղից էր կտրվել կոնկրետ։ Այս հատվածն է, այս փափուկ մասից այտենց կտրվել էր, այդ հետևը вообще ոչ մի բան չկար, այս վերևից են կտրել, հավաքել են այդե պլաստիկ էլի։ Փորս է եղել վնասված, հաստաղիկ, լյարդ, թոք, այտենց կոնկրետ չեմ ամել ինչն է էլի վնասված է եղել։ Հիմնական ինձ չէին ասում էլի։ Այս վերջում եմ կարծած էպիկրիզը, որ իմացել եմ իմ հետ ինչա շատ կատարվել։ Հետո բուժումները ստացել եմ առաջի հիվանդանոցում, Պլանի գլուխ։ Հետո բուժում ստացա Իզմիրյան, հիմա էլ վերականգնողականում էի բուժվում, շատ լավ տեղ էր։ Հա, զինվորական, վերականգնողական, շատ լավ տեղ էր։ Հիմա նորից պետք է վիրահատվեմ։ Ու երևի մի ամսից կամ 2 ամսից նորից վիրահատվեմ, այս ոտքից ոսկորի կեսը չկա այդ ճանը, պիտի վիրահատեն կամ սառցանեն, հələ չենք իմանում ոնց կլինի։ Վիրահատեն, պիտի որ լավն էլի, փորձենք տենանք։ Իշխան ջան, մեր հաղորդումը հիմնականում հաղորդման ընթացքում հիմնականում անդրադառնում ենք ժամկետային զինծառայողներին եւ հաշվի առնելով վիրավորման լրջությունը ու ծանրությունը, որոշեցինք քեզ անպայման այցելել։ Ինչ եմ սա մասին խոսում, հետո մեր դիտողները հիմնականում 18-ից 20 տարեկան տղաների են տեսնում մեզ մոտ։ Ես ուզում եմ հասկանամ այս ուրացությունը ինչով է պայմանավորված։ Իրանը էցի որ ոտս կախ եմ թողում, ինքը սկսում է ուռել, արունը նորմալ չի կարում շրջանցի, սա երկաթա մեջը։ Հիմա երկաթ, հա, երկաթ։ Դες սպիսները ողա սա իր մեջով է անցնում։ Հասկացա։ Դրա համար ինքը ուռում է, էլի։ Ոտքը զգում ես դու։ Ոտքս հա սկսել եմ զգալը, մատերս էլ իր տալը, բայց այդ ճանը պետք է հավաքեն ու տենանք ինչ ալեմ։ Ծառայում եք ստանդարտ տարբերակով, ոնց որ միշտ ու սկսում է պատերազմ։ Հա։ Սկսում է պատերազմը։ Ինչ էր կատարվում, մաժոտաշտիրում էր։ Պատերազմը որ սկսվավ, ես այդ վաղ տուն էի, իմ հանգստյան ժամանակ էր, արձակուրդի մեջ էր, հա։ Այդտենց զանգեցին, տրիվոկ տվեցին, հելանք շուտ գնացինք, հասանք մեր տեղը, մեր դիրքերում զբաղացրինք։ Ամսի 9-ին, որ վիրավորվա, իջև ամսի 9-ը թեժ էլի պատերազմը եթում էր, բայց չենք օդրվում էլի կյանքում չենք օդրվել։ Մենք սաղս էլ գիտենք ինչի համար են գնացել, խի են գնացել, մեր հողի, մեր ջրի, մեր ծնողների, մեր ընտանիքների համար ենք սաղս էլ գնացել։ Ու այնպես որ վիրավորվա արդեն եկա, ճիշտ ասած անտրամադիր էի, որ վիրավորվել էի, մանավանդ հրադադարի օրը վիրավորվա։ Մտածում էր ոտքդ կորցրել ես։ Ես որը ոտքս տեսա ասենց կտրված կողի ասենց մենակ կաշին էր պահում, մեկ էլ ջիլն էր մի պահում, դե ես պատկերացի որ կտրելու են իմ ոտքս չի լինելու։ Հետո որ ինձ տարան Վարդենիսի գոսպիտալ դեմից։ Այնտեղ դե ինձ քնցրել են արդեն։ Հետո աչքերս բացել եմ, Պլանի գլուխ հերացի առաջի հիվանդանոցը, այնց սնայել եմ ոտքից, տեսել եմ ոտքս վրես է։ Ու զարմացել եմ, որ ոտքս վրես է։ Հա։ Հետո փաստորեն բժիշկներից շնորհակալ ենք, էլի բժիշկները կարեցան փրկեն ոտքս շեհեռացրին։ Հիմա էլ պայքարում ենք, որ լավանա։ Տենանք ոնց ալնեմ։ Իշխան վիրավորման պահ հիշում ես։ Վիրավորվելու պահը սենց որ մենք խփանք երևի մի 10 վայրկյան չեմ լսել, բայց տեսել եմ ամեն ինչը տեսել եմ, տղեկի վազելը, ամեն ինչը տեսել եմ, պրոստը չէի լսում այդ վաղտ, անգաժներս խշում, բաբշե բան չէի լսում, մի 10 վայրկյան անցավ ու լսողությունը եկավ արդեն իմ, այդ վաղտ մենակ չեմ եղել իմ հետ երկու տղա, որից մեկ իմ քավորս էր, ինքը մահացավ, համել մի հատ Սևանցի Վարդան կար, ինքն էլ մահացավ, մենակ ես մնաց էլի, որ եկան ասեցի տղեկին հանեք, նոր եկեք իմ հետևից, դե ես դեմից որ ձեռս ստարա փորից, զգացի որ տակադոշս, ես ասի, վсё, դոշը չկա, այդպես ծխել ասախ, փրկում չի լինելու, ասի ավելավա տղեկին հանեք, նոր եկեք իմ հետևից։ Գոնե տղեկին կարենա փրկեմ, բայց ինձ դուրս եկա որ ամենածանրը տղեկն են եղել, ոչ թե ես, էլի։ Այդպես նոր հանել են, արդեն ոտս կախված,
Սենց այդում գալիս է, սենց դրել են շալակներին ինձի տանում են, ջամփին գոռում եմ, տղեկ իջսել եք, ոչմ ցավում եմ, մեռնում եմ։ Ասում եմ ոտը տա ցավում, ասում եմ չէ, կողս է ցավում։ Ասում եմ ոտը տա կտրվի, կողը տա ցավում։ Չգիտեմ որ փորի հատ որովայնի հատված։ Հետո որ պարկսվեցին ինձի գեդին, բրոնին սենց ձերտվեցի, տեսա որ բրոնին հակս է, ու նայում եմ բան չկա փորից։ Բրոնին հանեցի, նոր տենամ սենց մատ երկա, տես կողիցս մտած է։ Այդ երկաթը քաշ է հանեկցել եմ էյան ու ձեռը դրել եմ սենց փորից, տղեկը բատենց մի արա, թող տեսա մենք կկապենք։ Տղեկը կապել են սիրուն ակուրատնի, դրել են ավտոյի կուզովը ու ճամփել են բժիշկի արդեն հիվանդանոց։ Քո մոտ պանիկա չսկսվեց այդ ամեն ինչը տեսնելու։ Չէ, вообще հանգիստ, ես դաժե տղեկը որ բերել են նասիլկեն, ասել եմ ինձի ձեռնի տվեք, ես ինձի կդնեմ նասիլկի վրա, ես եմ ինձի իսս ձեռնով ուշ տվե, հել նստել եմ, ին ոտս վեկալ է դրել եմ նասիլկին, դաժե ճամփին Ուրալի մեջը սենց կողելաս մի արմունգի վրա, դաժե պապիրոս եմ հանև առել, պապիրոս ծխելով սենց Ուրալի մեջ է ու հետներս մի հատ տղա կար, ասում էի ուշադրելի տղեկին էլի, ոնց որ տղեկը ավելի ծանր են, իսկ նրանք էլ ընթացքում հա ուզում էին Ուրալին խփած ալնեին, բայց չկարողացան խփեին էլի, այդ մեզ իջնելու ընթացքում հա ուզում էին խփած ալնեին, չէին կարող խփեին, եկերպ իջեցրեցին, հասրեցին բժիշկների ձեռը մեզի, բժիշկների ձեռը ընկան, բայց արդեն այդ քավորս մահացել էր, Սևանցի տղեն ճամփին մահացավ, ներքին առնահոսություններ ունեցել, մահացավ ճամփին։ Այսինքն վիրավորումը եղել է նույն տեղում ձեր բոլորը։ Նույն 3-ս մի տեղ են եղել, որ խփել են։ Մի տեղում են եղել, պրոստը ամեն մեկից մի տեղ գցել էր։ Շպրտել էր այտենց։ Ես չէի կարող տենալ, էլի տղեկի ինչ վիճակի են։ Ու այտենց տղեկը մահացան։ Ինչ կպատմես 18-ից 20 տարեկան առողջների մասին, ովքեր մարտնչում էին։ Մինչև վերջ ոնց էր նա։ Իրանց մասին խոսք չկա, իրանք շատ ուժեղ են ելել, շատ։ Այդ մեր 18 տարեկան զինվորները շատ ուժեղ, ձիգ։ Մեր մոտն ենք մենք ունեցել 2-18 տարեկան զինվոր, իրանք հրատանու հետախուզն են եղել։ Շատ, դաժե իրանց որ եկել էին փոխելու, իրանց փոխողները տղեկը ասում են ախպեր գնացեք, մենք մնում ենք, մենք չենք իջնում։ Դուք հետ գնացեք, մենք կմնանք։ Ու իրանք իջևերջ մնացին։ Իջևերջ, вообще դուխները չեր ընկնում, ոգևորվում էին, մանավանդ որ թիրախին միանգամից ոչ չհասնում ենք, այդ վաղտ ինքը իրանք ավելի էին ոգևորվում, ուրախանում էին։ Չէ, իրանք շատ դուխով են ելել։ Ես շատ տեղերից լսում եմ, այս զինվորը փախավ, եսի ինչ ելավ, մեր մոտը, մանավանդ մեր Քելբաջարը, սաղ տեղն է խոսում Քելբաջարի մասին, կյանքում մի սանցի հետ չի գնացել, չի նահանջել, թե 18 տարեկան զինվորը, թե պայմանագրային ծառայողը, թե վերադասը, թե սպայականը, միջև վերջ պայքարել ենք, միջև վերջ։ Հիմա ցավեր ունենում ես։ Ցավեր լինում է, հիմնական որ շատ եմ կախում ոտս, այդ վաղտ սկսում է ուռելը ու այս սպիսները, դե որ ուռում է ոտը, սպիսները սկսում է խաղալը մեջը, ցավում է։ Այսինքն ոտքը դու ասում ես կտրվել է հիմնական այս հատվածից որտեղից է եղել։ Այս հատվածը ո՞կա, այս հետևը։ Էսի вообще միստ չի եղել։ Вообще այս հետևը вообще միշտ չէ, ոսկորը սս բացված է եղել ու այս ջիլն է պայելուց էլ է ոտս։ Ես որ ընկած եմ ելել, այսին ոտս, այսս ծալված, բացինգից տակի ինձ էր նայում։ Այստեղս էր իմ ոտս հասեցս ծալված։ Իմ ոտքս որ այս հատվածը հիմա այս հետևի մասը ոգա, ստե вообще այս կրունգիս մոտից միջև ստե вообще միս հասկացողություն չի եղել։ Մենակ ոսկորն է եղել ու սենց բացված, ծալված։ Այս դեմի ջիլն է մենակ բայ, իմ ոտս այսս ծալված, այս տակը նայում էր ինձ, այստեղս էր հասել, այս ծալված վիճակում ու ոսկորի վրա ես չոքած եմ ելել արդեն։ Ինձ որ եկել են հանելու այդ խփված տեղից։ Ու վիրահատելուց հետո այս վերևից դե իմ վիրահատությունը նենց այլ է, ես բացի մեջքից ուրիշ ձև չէի կարող պարկել, այս հատվածիցս ստիված հանեցին մաշկ, հավաքեցին ստե, որ կարենամ գոնե պարկած մնամ։ Հիմա էլի վիրահատությունը սպասում է։ Հա, անպայման այս հատվածը պետքա վիրահատեն, մեկ էլ այս բարակ ոսկորը չի, սենց իրար վրա է, էլի, ուղիղ չէ, էլի որ կպնի, իրար վրա է։ Հիմա աշխատում են հաս ոսկորը կպցնեն, 12 տեղից ջարդված է։ Հաս ոսկորը կպցնեն, նոր անցնեն բարակն ու մեկ էլ խաղը։ Բժիշկի ասելով մի 5 տարի, 5-ից 6 տարի պիտի մոռանամ աշխատելը,
ասես մենակ քո համար կարա ծառայես ոտը։ Ես որտեվ դեմից պայքարում էի բժիշկների հետ, կռվում էի, ասում էի, այնպես կարակ անեք, այդ որ ասում են քեզի կարգ տանք, կարգ ունենաս, թոշակ բան, ասում էի, եթե կարակ դուք ին ոտս ապահովեք, ես նորից մնամ ծառայության, ինձ կարգ ոչ մի բան պետք չի, ոչ էլ թոշակ, ես ուզում եմ ծառայեմ։ Հետո բժիշկը ինձ բացատրեց, որ տղա ջան, որ այս քո ոտքը ո կա, այս քո ոտքը հազիվ քո համար պիտի ծառայի, քո հայաթը քո համար հելնես, ֆրաս, դաժե մոռացի քո աշխատելը, ինչ որ միած շինարարության մեջ, ծանր գործ ուզենաս անես։ Ափսոսանք կա։ Ափսոսանք։ Չէ։ Եթե ես չգիտեմ ոնց ասեմ, եթե գիլաս քաղելու ծնգացալն էի, կափսոսեի։ Բայց այսօր եթե ես իմ հողի համար եմ կռվել, չեմ ափսոսի։ Ես պրոստը ափսոսում եմ այն բանը, որ մեր սկան տղա կոտորվան, բայց վերջում այդ հատվածները մերը չմնաց։ Մենակ ես դրան եմ ափսոսում։ Չեմ էլ կոդրվել, դեմից էլ չեմ էլ կոդրվել, որ ես վիճակին է, դաժե այն դեմից ես բժիշկներին ասում էի, որ ավելավա կդրեք, ես ավելի շուտ ոտի կհելնեմ, պրոթեզով ավելի իմ համար լավ կլինի, քան թե ես քան պետքա համբերեմ 2 տարի, 3 տարի, 4 տարի, չեմ կոդրվել, չեմ էլ նեղվել вообще այս բաների համար։ Вообще։ Նեղվել եմ մենակ եկել իմ քավորից համար, որ իմ քավորը չկա հիմա։ Էդ է։ Միշտ ես հուզվում, երբ որ թեման ես խոսում ես։ Հուզվելը հուզվում ենք, բայց ցույց ենք տալի։ Պահում ենք մեր մեջ։ Մեղավորներ փնտրում ես։ Արդյունքի հետ կապված առ չեմ ուզում անուններ կամ ինչ-որ քաղաքական, չէ։ Չէ, ես էլ անուններ չեմ սիրում տալ։ Ինձ հետաքրքիր է կոնկրետ կան քո մտքում մեղավորներ, որ դու այնտեղ լինելով հասկանում ես, եթե ես չլներ, ես ինչի մեղավորությամբ եղավ այսպես եւ այլն։ Ես մի հատ բան կարամ ասեմ մեղավորի համար։ Ես իմ ժողովուրդս եմ։ Մենակ դժգո։ Մեղավոր գտնում եմ իրանց մեջ։ Ես որ վիավորվի եկել եմ նայում այդ ինչ էր կատարվում Երևանի մեջ, ինչեր էին անում, դուր էին ջարդում, աթոռ էին ջարդում, սաղս էլ հասկանում ենք, եթե աթոռը ջարդենք, հողը հետ չի գա, սաղս էլ էդի հասկանում ենք։ Այդ հիմնականում են պանջատերերը, Աբրես, ովքեր այնտեղ թողել փախել էին։ Աբրես, իսկ եթե այդ դուր ջարդողները եթե լինեին զորքի կողը, ավելի լավ կլներ էդի։ Այսինքն ոչ թե հրապարակում կռվեին իրանց հողի համար, ոչ թե հրապարակում։ Իշխան, գիտես ինչն է հետաքրքիր, մոտ 200 ծավալ զինվոր ենք նկարել արդեն պատերազմից հետո ամեն օր։ Չի եղել գոնը մի զինվոր, որ հակառակը խոսի, ինչ որ դու ես ասում։ Այսինքն արդարացնի այդ ամեն ինչը կամ, այսինքն բոլորը խոսում են մի մարդու պես նույն բանը։ Ու հետաքրքիրը այն է, որ բոլորը այնտեղ են եղել, հա։ Հա։ Իսկ հակառակ վիճակը միշտ, այսինքն ով որ կռվել է, ինքը գիտի ուր է եղել, ինչի համար է եղել, եւ այլն, ու չի փորձել դուր ջարդելով իր այնտեղ չլինելը արդարացնել։ Ու մեղավորներ փնտրել, հասկանում եք։ Դա մեղավոր ենք բոլորս ու յուրաքանչյուրս ունի իր մեղավորությունը, յուրաքանչյուրս, ամեն մեկը։ Հենց հիմա էլ յուրաքանչյուրս մեղավոր ենք այն անտարբերության համար, որ տածում ենք զինվորների նկատմամբ։ Այո։ Ամեն դեպքում չգիտեմ, յուրաքանչյուրին ինձ թվում է հետաքրքիր կլինի նոր մարդկանց հետ ծանոթանալ, ամեն մեկը մի շոկոլադ առնի ու գնա ինչ-որ զինվորի տեսայության։ Այն միլիոնավոր դոլարները, որ ծախսված է այդ նախընտրական պաստառների վրա, որոնց ամեն մեկը մի քանի հազար դոլար է քաղաքի կենտրոն տեղադրել է։ Ամեն մի զինվորի թող այդքան փող տային, ու այդ կլներ ամենաուժեղ նախընտրական քարոզարշավը։ Այո։ Ու դա կլներ ամենաընտրված։ Այդքան դղյակները եթե չսարքեին մարդիկ զենք առնեին, այսքան բաներ չէր լինի, այնքան բաներ կա, պրոստը չեմ ուզում ես մտնեմ այդ քաղաքի այդ մեծերի մասի։ Չէ, դա ավելի շատ իրողությունն է, որը մենք չպետք է թաքցնենք։ Մենք տեսնում ենք մենք քաղաքացիներ ենք։ Այսօր ամենա իմ ինձ որ հետաքրքրում է ու որ ես այսօր շատ ուզում եմ թե եկեղեցի թվում մոմ եմ վառում, այսօր ես եթում եմ իմ տղեկի համար, իմ վիավոր տղեկի համար, այսօր ինձ մենակ հետաքրքրում է այդ տղեկը, որ լավանան, ես էլի գիտեմ, որ այդ տղեկն են վաղը էլի այս երկրի համար պետք գալու։ Այդ տղեկը, այս վիավոր տղեկը կապ չունի պրոթեզա, կապ չունի մի վոտանիա, այս վերջում որ մի հատ բաներ էլ է, ես հələ վերականգնողական ենք, արդեն մեր տղեկին գրել ենք ախպեր, եթե պետք է մենք այս վիճակին էլ կարանք գանք, եթե չկանանք էլ կռվենք, ձեզի պատրոն կուղարկենք կբարձենք ավտոն, այդ էլ կարանք անենք գոնե։
էլի գիտեմ այս տղեկը պետք է անեն։ Ես դրա համար այսօր ես մտածում եմ առաջին այս տղեկի մասին, այս տղեկը ամենակարևորը առողջանան, դիրքերի կայնած տղեկին անփորձան կլինի ամենակարևորը։ Իսկ մնացածը այն որ ստե ինչ կատարում արդեն ինձի ոնց որ ես չեմ մտնում YouTube, չեմ նայում вообще։ Ինձի չի հետաքրքրում այդպես բաները։ Ես որ նայում եմ իմ վրա ազդում է էդի որ գոռում են, մեկը գոռում է տունը, իմ տունս մնացել է Ղարաբաղ, տվեք իմ տունս։ Բա որ այն երեխու կորցրած ցանողը գա, ասի իմ երեխուն տուր, դու ո՞րց ես տալու այդ երեխուն։ Բա չգա էր Երևանի մեջ, եթե իր մնա իր ընդ կռվեր քո տան համար։ Просто այնքան բաներ կա։ Շատ բաներ կան եւ դժվար է անարդարություն տեսնել եւ լռել։ Այո։ Որովհետեւ չլռել դեպքում ուղղակի կայտնվես քաղաքականության կիզակետում։ Այո։ Իսկ մեր օրերում քաղաքականության մեջ չհայտնվելը դա նշանակում է անտարբեր քաղաքացի։ Որովհետեւ ամենուր է կետա, ամենուր է։ Բոլորը քաղաքագետ են։ Բոլորը ինժեները քաղաքագետ է, ուսուցիչը քաղաքագետ, բոլորը քաղաքագետ են։ Ես կարծում եմ որ ժամանակն ամեն մեկը իր գործով զբաղվի եւ ամեն մեկը իր ոլորտում զարգացնի այս երկիրը։ Այդ դեպքում ինչ որ չափով հնարավոր է եղած իրավիճակից դուրս գալ։ Տնից պետքա դուրս գալ, YouTube-ից պետքա դուրս գալ, Facebook-ից դուրս գալ եւ զբաղվել այն ամեն ինչով ինչով որ զբաղվում էին մինչ պատերազմը։ Ամեն դեպքում ես չեմ ուզում այս ոչ հաճելի թեմայից խոսել, որովհետեւ կարծում եմ այս ընտրություններից հետո ավելի զարմացնող բաներ են դեռ մեզ սպասվում։ Ես շեշտը դրել եմ պատերազմից հետո զինվորների վրա։ Եվ փորձում ենք ուղղակի տղաներին, իմ հնարավորությունների սահմաններում շատ բարեսիրտ մարդիկ են մեր հաղորդումը, ոտքի կանգնեցնել։ Ոտքի կանգնեցնել այն զինվորներին, այն տղաներին, ովքեր մեր բոլորի փոխարեն են այնտեղ, ովքեր մեր հայրենիքն են պաշտպանում բոլորիս։ Քո գլխավորությամբ ես դեպքում, քան որ ռեպորտաժի հերոսը դու ես։ Եվ գնահատել իրականում զինվորին։ Այո, անպայման։ Ճանաչեն իրական զինվորներին։ Անպայման, դա նույնիսկ այն մարդիկ, ովքեր մի խոսքով, հետո ավելի ուրիշ թեմաներ են բարձրացնում, բայց զինվորի թեման երբեք էլ այդպես չբարձրացվեց։ Ես ինչի եմ հարցեր տալիս զինվորներին, որովհետև ինձ համար կարևոր զինվորի պատասխանն է։ Ոչ թե ինչ-որ մեկի, ով ազգային ժողովում գոռգռում է, օրինակ։ Այո։ Իմ համար կարևոր զինվորի պատասխանն է, իսկ մենք կարծես թե այսօրերին բոլորին լսում ենք բացի զինվորից։ Որովհետև զինվորին չեն հարցնում։ Զինվորը մենակ կռվողը չի, էլի։ Ինչպիսին են առաջիկա պլանները։ Մի փոքր փոխենք, որովհետև այս թեման ինձ արդենացնում է անդադ։ Առաջիկա պլանները կազդուրումից հետո կամ կազդուրման ընթացքում որ նախաձեռնել ես։ Հիմնական պլանները սենց է։ Իմ դզվելուց հետո նախ ուզում եմ հատ ամուսնանամ։ Քան տարեկան ես։ 33։ Ընկերուհի կա։ Չէ, ընկերուհի չկա։ Հիմա չեմ էլ ուզում հələ որ ունենամ այս կարգավիճակում։ Ուզում եմ ամեն ինչը մնա դզվի, ակուրատնի, սիրուն, նոր փորձեմ այդ ուղղությամբ, որտեղ արդեն շատ ուշ է, այն վաղ չէի հարմարացնում, որ ծառայության մեջ էի։ Ես իմ հերս էլ է 90-ական թվերին որ կռվել է, հորիցս հետո ես վեկալեցի իր արեստը, իր գործը ես վեկալեցի, ինքը վային էր, հետո ինքը թոշակի անցավ, ես եմ վայինի արդեն մտել էի։ Ուտենց չէի հարմարցնում ամուսնանալու հարցում։ Շատ շուտ էի եթում ծառայության, նվիրված էինք ծառայությանը, որ մտնում ենք ֆորմեն հագնում ենք, всё, արդեն դա մեր ծառայությունն է, ինչ ուզում է լինի, հազարավոր բարեկամի ծնունդը էլ է, հարթնիքը էլ է, ինչ որ եղել է, համարյա մեծամասնությունը չեմ կացել մասնակցեմ, եթե ես ընդ եմ էլ չեմ եկել դեից։ Ես եթե իմ ծառայության եմ, всё, իմ ծառայության եմ։ Պետք չի գալը, ինձ կհասկանան, կներեն, որտեղ ես ծառայության եմ, հետո կգամ կտենամ, կշնորհավորեմ, այսպես։ Մնում է ամուսնանամ, մնացածը լավ կլինի։ Իսկ աշխատանքի հետ կապված նայ, անկախ ամեն ինչից պետք է գիտակցենք, որ թեկուզ են բարի մարդկանց աջակցությունը, որ լինում է այս ընթացքում պատերազմից հետո, դա չի կարող վերջ լինի։ Հա։ Չէ՞։ Հետապա, որը մարդիկ պետք է օգնեն եւ այլն, ու կարծես թե օգնում են բոլորին։ Ամեն դեպքում ես շատ սրտացավ մարդկանց ծանոթացել եմ այս հաղորդման շրջանակներում, ովքեր, չգիտեմ, ապրում են զինվորի կյանքով, առօրյայով եւ փորձում են ամեն ինչ անել, որ օգնեն։ Եթե հնարավորություն չկա աշխատելու, ինչ ես մտածում, ինչպես պետք է գումար աշխատես առհասարակ։ Ինտասես հետոյցան առհասարակ։ Մի բան կմտածենք հաստատ։ Գիտես ինչ եմ ասում, որովհետեւ շատ կազմակերպություններ բացվեցին պատերազմից հետո,
Հա, կա, առաջարկել են։ Օգնում են կրթություն ստանալ, հետո աշխատել թեկուզ տան պայմաններում, այսինքն ոչ ծանրաբեռնված գրաֆիկով եւ այլն, տեղյակ ես այդ ամեն ինչից։ Հա, անպայման, մեր մոտն էլ այդ վերականգնողականում որ բուժում ենք, ընդել են առաջարկել լեզուներ, կոմպյուտերների հետ, այդպես որ հետագայում դու կարենաս կոմպյուտերով թեկուզ աշխատես, գումար վաստակես, կարենաս ապրես։ Առաջարկել են այդ ամեն ինչը, բայց ես փորձեցի, ասեցի, երբ որ պիտի գամ լիարժեք բուժվելու, արդեն այս երկաթները որ պրծնեմ, արդեն այս երկաթներից ինձ վիրահատեն, էլի գնալու եմ ընդ էլի վերականգնողական։ Այդ վաղ ասեցի նոր կզբաղվեմ արդեն լեզուներով, ընդ ինչ որ առաջարկում են բիզնեսի, որ խոսքի բիզնես դնես փոքր, որ կարենաս ապրես, այդպես բաներ են օգնում։ Մտածած ինչ որ բիզնես ունես։ Չէ, էլ մտածած այդպես չունեմ, հիմնական ուզում եմ լեզուներ, որ այդ համ լեզուներ սովորեմ, կոմպյուտերի հետ կախված, այդպես կոմպյուտերով, հետո փորձենք բիզնեսը։ Իշխան ջան, մեր հաղորդումը նայում են սրտացավ մարդիկ, ինչպես եւ ասեցի, եւ ստացել ենք փոքրիկ բյուջե, որը ամեն մի զինվորի այցելելիս փորձում ենք մասնատենք եւ ամեն մեկին ինչ-որ չափով օգտակար լինենք։ Բնականաբար դու էլ բացառություն չես եւ ուզում շնորհակալություն հայտնեմ այդ մարդկանց, ովքեր դեռ չեն դասվել են անտարբեր հասարակության շարքում, ովքեր արդեն իրենց բնականon կյանքով են սկսել ապրել։ Ամբողջ օրը ակումբներում կամ ռեստորաններում բարել ուրախանալ։ Ովքեր դեռ հարգում են նահատակված զինվորների հիշատակները։ Ովքեր փորձում են շուտ ոտքի կանգնեցնել վիրավոր զինվորներին։ Այն զինվորներին, որ բոլորի փոխարեն են տեղային, որ բոլորիս հայրենիքն են պաշտպանում եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր անհատական աջակցություն են ցուցաբերում զինվորներին։ Եվ խորին շնորհակալություն հայտնում հերթական անգամ Դիանա Սիմոնյանի ընտանիքին, ով առաջին օրվանից մեր կողքին կանգնեց Իշխան ջան եւ հսկայական աշխատանք է տանում եւ նրա շնորհիվ մենք կարողանում ենք շատ զինվորների ներկայացնել ու ժպիտ պարգևել։ Դա շատ կարեւոր է նամանավանդ այս ընթացքում, որ զինվորների ընտանիքներում ծախսերը շատ է։ Դու շատ լավ պատկերացնում ես, որովհետեւ դու էլ եւիթ այդ կարգավիճակում ես։ Եվ եթե դեմ չես, ուզում եմ նրանց բոլորի կողմից այդ նվերը փոխանցել քեզ, հուսալով որ բան այն օգտակար կլինի եւ խնդրում եմ դա անպայման նվեր ընդունիր, որպես նվեր ընդունիր։ Այո, շնորհակալություն, ես էլ իրանց եմ ուզում շնորհակալություն հայտնեմ։ Դի իրան շատ լավ բան են անում, անոնց զինվորների համար, շատ շնորհակալ ենք իրանցից։ Իրոքից էդի դուք այդ սաղ վաղտ գնում եք զինվորներին տեսնում եք ինչ վիճակ է, մարդիկ կան, որ չեն կարող աշխատեն, բայց տունն էլ չեն կարող պահեն, եթե չաշխատեն, էլի։ Իրանցից շատ շնորհակալ ենք։ Իրանց ամենակարևորը ցանկանում ենք առողջություն, երկար տարիների կյանք, միշտ այդպես զինվորների կողը լինեն։ Իշխան ջան, խնդրում եմ ընդունել մեր բոլորի կողմից այս նվերը եւ հերթական անգամ շնորհակալ եմ բոլոր բարեկամներին։ Մենք էլ ձեզանից ենք շնորհակալ ենք բարերարներիս մեր։ Շատ շնորհակալ ենք իրանցից։ Իրանց ամենակարևորը իրանց ընտանիքներին առողջություն լինի, երկար տարիների կյանք լինի։ Դա Աստված էլ սենց բան չտենանք։ Իհարկե, դա առիթն է չլինի, կարիքն է չլինի։ Եվ ես ուզում եմ հավատալ, որ մեր հաջորդ հանդիպումը, մեր հաջորդ հանդիպումը շատ շուտով է լինելու։ Մենք ընդհանուր վաղը միջոցառման ենք լինելու միասին, բայց ես ուզում եմ հավատալ, որ գնալով քեզ տեսնել եմ ավելի լավ տարբերակով, ոտքի հետ կապված, իսկ կոնկրետ փորի հատվածում ինչ վիրավորումներ էր ստացել։ Փորիս հատվածը եղել է հաստաղիքը, լյարդը, այսինքն բեկորները։ Բեկոր է ինքը եղել։ Սա ասկոլկա է եղել, մտած։ Հաստաղիքը, լյարդը, թոքը ու էլ մնացած չեմ մնում։ Հիմա խնդիր ունես։ Մատի հետ էր կախված ինչ որ այդպես չեմ մնում, էլի։ Իսկ հիմա խնդիր ունես, որովհետեւ հիմա փորից հետ կախված այդպես չկա մեկ այնպես ծակծկոմա, ցավցնումա, բայց մնա այն վախվա համեմատ նորմալ է։ Հիմա հիմնական մնացել է ոտս, ու վсё։ Ու լավ կլինի։ Էլ է շատ ծանր վիճակում հայտնվել։ Եվ ուզում եմ հասկանամ ինչ հաճախականությամբ էր կարողանում զանգել տուն, կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, եւ նրանք առհասարակ ինչ տարբերակով են կարողանում հաղթահարել այդ օրերը, որովհետեւ նրանց մոտ էլ անելանելի վիճակ էր, որովհետեւ ամեն օր ինչ որ ցուցակներ, անուններ,
ինչ-որ նորություններ, որոնք չգիտենք ճիշտ է թե սխալ էին, եւ իրական շատ բարդ վիճակ էր ընտանիքի անդամների համար։ Իմ անունս համարյա այս վերջերս եղել է զոհվածների մեջ, ցուցակի մեջ, դաժե մոմա վարության ժամանակ բանում Ծիծեռնակաբերդում անունները որ գրած էին զոհվածների, իմ անունն էլ է մեջը, որպես զոհված, բայց ես այդ վաղ արդեն հիվանդանոցում մի քիչ արդեն իրար էի գալ, արդեն բուժվել է, էլի։ Ուրեմն ես տուն ուշ էի զանգում պատերազմի ժամանակ, որտեվ հեռախոսը ամենախաբարբզիկ բանն էր, որ քեզի կարար խաբար տար քո տեղը, հա։ Դե հիմնական մամաս է, ուզես է շատ զանգացել լինի, դե մամաս չի իմանում այդ ինչ բան է, դե հերոս չի զանգի, հերոս մասնակից է, էլի, գիտի այդ ինչ բան է։ Հա։ Հետո որ վիրավորվա ինձ բերեցին հիվանդանոց, ես եղել եմ առաջի հարգը, մամաս եղել է երկրորդ հարգը վատացած, պարկած, որ իմացել են ես վիրավորվել եմ, եկել են հիվանդանոց, մամաս վատացել է, իրան հանել են երկրորդ հարկ, ես էլ առաջի հարգը պարկած եմ էլ այդ ոնց են ասում դրան, որը հանում են օպերացիայից արդեն այդտեղ պարկած եմ եղել։ Հետո քույրերից նկարել են ինձ վիդեո, ուղարկել են դուրս, որ տենան ես ողջ եմ, որտեղ իմ անունը սաղ տեղը կարդալ տելեվիզորով, սաղ տեղերով հայտնել են, որ զոհված եմ։ Բայց ես հիվանդանոցում եմ եղել։ Ներկապային ես մասնակցում իմ հարազատ իմ բարեկամի այս արարողությանը, որ դուք նկարանում եք, եւ իր շատ մեծ սիրով, որպեսզի հայ զինվորի ոգին բարձրանա, մեծ շատ մեծ սիրով կարտասանում մի բանաստեղծություն, որ գրել եմ 2005-ից 2007-ին, երբ իմ որդին էր Հայոց բանակում ծառայում, ես իրան համարում եմ իմ եղբոր որդին եւ հատուկ իր համար, որ իր ոգին այս պահին իր ոգին բարձր է, տրամադրությունը բարձր է, ես ուզում եմ այդ հատկապես դա արտասանեմ բանաստեղծության վերնագիրն ուխտ եւ երթում։ Զինվոր է որդիս, հայրենաց պաշտպան, արիասիրտ ու քաջազնիվ մարտիկ, պատրաստ է այսօր սրբազան երթման, սեփական արյամբ պահել հայրենիք, թե փորձի խախտել պետական սահմանն ու ներս սողոսկել դաժան թշնամին, կկանգնի նրա դեմ ու հանդիման բանակը, որի մասն է իմ որդին, եւ սուրբ իր գործով հայրենանվեր, կսաստի իր նենգ, ոսող տամարդում, քանզի նա ունի խիզախ ընկերներ, որոնք ուխտել են խոցել թշնամուն, ուխտել են վրեժ արժանապատիվ, ով որ հանդգնի մեր հողը պղծել, եւ խաղաղ ենք մենք նրանց շնորհիվ ու պարտական ենք նրանց առավել, եւ այսօր որդիս տալիս է երթում ընկերների հետ իր քաջամարտիկ, լինել հայրենիաց պաշտպան մշտարտում, ունենալ անպարտ հզոր հայրենիք, թող հայ զինվորի ոգին միշտ այսպես բարձր մնա, թող կարողանան այսպես ոգևորեն եւ վերջում կասեմ հետեւյալ երկտողանոց իմ մտածած մտահղացումը, որ ամեն պարտության մեջ կա հաղթանակ, իսկ ամեն հաղթանակի մեջ կա պարտություն, այնպես որ հայ զինվորի ոգին միշտ բարձր պիտի մնա։ Շնորհակալ եմ, որ իրանք կան, որ մենք խաղաղության մեջ ենք այսօր ապրում։ Շնորհակալ եմ քեզնից, շնորհակալ եմ ձեզանից նաև, որ կարողանում եք իրանց ներկայացնեք, որ մյուսները տեսնեն, օրինակ վերցնեն։ Մենք բոլոր բաներից հեռու ենք, քաղաքականությունը մեր բանը չի։ Ներկապային։ Շնորհակալ եմ ներկայացնելու։ Հարգելի հետևորդներ, դուք Արգան վլոգի YouTube-յան ալիքում եք, դիտում եք մեր հերոստաղերքը հաղորդաշարը։ Մենք աշտարակում ենք, հյուրընկալվել ենք Ասլանյան իշխանի բնակարան, ով վարձակալությամբ է բնակվում այստեղ աշտարակում եւ ծանր վիրավորում է ստացել ոտքի եւ որովայնի հատվածներում։ Լայք եք տեսան, թե որպեսզի մեր հերոս տղաների մասին ավելի շատ մարդիկ իմանան։ Ինչպես նաեւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր թողարկումները դիտեք առաջինը։ Եվ հատուկ շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ բոլոր բայասերտ մարդկանց, ովքեր կանգնած են զինվորի կողքին։ Իսկ մենք անդրենք հաջորդ հարմար առիթի դեպքում, որպեսզի բացահայտենք մեր հերթական հերոսին, խաղացին եմ մաղթում բոլորիս։ Չէ, դա ավելի շատ իրողությունն է, որը մենք չպետք է կապցնենք։ Մենք տեսնենք եւ մենք կարտացնենք։ Հերոս տղերքը մեր, ելանված ուղի մեր, զոհվել չկա տղեկ, կրվի ժամի